Ալիևի կոնֆլիկտային ռետորաբանությունը չի սասանում արտգործնախարար Միրզոյանի լավատեսությունը, իրական Հայաստանում իրական խաղաղությունը կամաց-կամաց հաստատվել է։ Կամաց-կամաց առաջ կգնանք էլի։ Կամաց-կամաց Հայաստան է մտնում նաև Ադրբեջանի տարածքով անցնող երկրորդ գնացքը, այս անգամ ռուսական ցորենով։ Սա ըստ իշխանության ապաշրջափակման ապացույց է, ընդդիմադիրները այն սովորական պրոպագանդա են անվանում։ Դա էլ է հեքիաթ, դա էլ է թյուրիմացություն։ Ծափաթաղի ողբերգությունը կարող էր, բայց չի կանխվել, ինչու են բացարձակ անտարբերության մատնված եղել փոքրիկ Տիգրանի քույրն ու եղբայրները, նույնիսկ իրենց օր հանցանքի բացահայտումից հետո։ Երեխաները շատ ծանր բաներով են անցել։ Այս թողարկմանը կպատմենք նաև Նյու Յորքի պատմության մեջ առաջին մուսուլման եւ վերջին 100 տարվա ընթացքում ամենաերիտասարդ քաղաքապետի ընտրության մասին, նա ձեռնոց է նետում Թրամփին։ Ապագան մեր ձեռքերում է։ Օրվա հիմնական նորությունները Կամփոփի Հայլուրը, բարի երեկո։ Հարգելի հեռուստադիտողներ, եւ այսպես այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Արմեն Գրիգորյանը հանդիպման ընթացքում խոստացել է մանրամասներ ներկայացնել տարածաշրջանի կացության մասին։ Բարբերաբար քննարկումներ անելը կարևոր է, այն ամենը, ինչ կատարվում է Կովկասյան տարածաշրջանում, հարավային Կովկասում մասնավորապես մեր մշտական ուշադրության կարիքն ունի, հայտարարել է Շոյգուն։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը վերջին 3 տարում առաջին անգամ է Մոսկվա մեկնել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների ղեկավարների հավաքին մասնակցելու նպատակով։ Անվտանգության խորհրդի քարտուղարները Մոսկվայում անմար կրակի մոտ ծաղիկներ են դրել։ Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է Արմեն Գրիգորյանի մոսկովյան ելույթի տեքստը։ Գրիգորյանը ելույթ է ունեցել խաղաղության ու Թրամփի ուղու մասին։ Նա պատմական իրադարձություն է անվանել 2025-ի օգոստոսի 8-ի հանդիպումը եւ հայտարարել խաղաղության հաստատման մասին։ Վաշինգտոնյան համաձայնագրի արդյունքում հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն, եւ այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Ինստիտուցիոնալացման բաղադրիչներից մեկը երկու երկրների կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։ Մյուս կարևոր բաղադրիչը հաղորդակցությունների ապաշրջափակումն է, որը կստեղծի տնտեսական փոխկախվածություն տարածաշրջանում եւ իր հերթին կնպաստի խաղաղության ամրապնդմանը։ Ալիևի կոնֆլիկտային ռետորաբանությունը չի սասանում արտգործնախարար Միրզոյանի լավատեսությունը։ Իրական Հայաստանում իրական խաղաղությունը կամաց-կամաց հաստատվել է, պնդում է Միրզոյանը, միևնույն ժամանակ հայտարարում, թե հաշտեցումը ժամանակ է պահանջում։ Այսօր մասնակցել է Օրբելի ֆորումին եւ հարթակից հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև ավիաչվերթները կավելանան, Թուրքիայի չվերթներ կիրականացվեն ոչ միայն դեպի Երևան, այլ դեպի Գյումրի։ Մի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջանք չի խնայում մեղմելու Սևանի իբրև ադրբեջանական լինելու Ալիևի ակնարկները, Պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ։ Մյուս կողմից արտգործնախարար Արարատ Միրզոյանը ջուրն է գցում Ալիևի խոսքերն արդարացնելու վարչապետի ջանքերը։ Ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, բանի մեջ խաղաղության նարատիվի։ Եթե մենք էլ մեր ուզած քարտեզները ցույց տանք, անհարմար բան կստացվի, ասում է Միրզոյանը, ակնարկելով, որ կան քարտեզներ, որտեղ էլ ադրբեջանական տարածքները հայկական տեղանուններով են։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որտեղ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի եւ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք կենտրոնական իրական Հայաստանի։ Իրական Հայաստանում խաղաղություն է, ոնց չեք նկատում։ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են, դուք ասում եք, ես էլ կարող եմ ասել Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում, հա? Համաձայն չեք, մենք Համաձայն չեն լրագրողները, որովհետև Բաքվից միայն սպառնալիքներ են լսում։ Ադրբեջանը մեկ հայկական տարածքների հայկականությունն է կասկածի տակ դնում, մեկ սահմանադրությունն է պահանջում փոխել, հիմա էլ ընդլայնում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան համայնքը։ Ինչ է այդ մասին մտածում Հայաստանի արտգործնախարարը։ 500,000 ադրբեջանցի փախստական է գալու Հայաստան, ինչպես պնդում է համայնքի ղեկավար Ազիզ Ալաքբարլին։ ինձ եք հարցնում։ Դե դուք եք Հայաստանի արտգործնախարարը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ապրեն Հայաստանում, ենթադրում եմ Ադրբեջանի քաղաքացիները Ադրբեջանում։ Բայց Միրզոյանն ուզում է, որ դրական քայլերն էլ նկատենք։ Կան այդպիսիք։ Հենց հիմա կամ մտել են Հայաստանի սահման, կամ մոտենում են Հայաստանի սահմանին
բեռներ, որոնք անցել են, դուրս են գալ, շարժվում են Ռուսաստանից եւ Ղազախստանից եւ անցնում են Ադրբեջանի տարածքով, ադրբեջանական երկաթուղիներով, հետո Վրաստանով եւ մտնում են Հայաստան։ Կարող ենք ասել, որ ապաշրջափակման մի կոմպոնենտ տեղավ։ Կամաց, հաշտեցումը ժամանակ է պահանջում, ասում է Միրզոյանը։ Նրա խոսքով խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, խաղաղությունը հաստատված, բայց դեռ կան հարցեր, որոնց ուղղությամբ աշխատում են։ Այս մյուս հայտարարություններն կան, ես չեմ շղթում, ոչ ոք չի կարող շղթել։ Լավն է, չի ասի, բայց դե երևի կամաց առաջ կգնանք էլի։ Լիլիթ Գասպարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Ապաշրջափակման ապացույց են անվանում իշխանականներն այն, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում նաև ռուսական ցորենը։ Մինչև դա հայտնի էր միայն Ղազախստանից Հայաստան ուղևորվող գնացքի մասին, որը կանցնի ադրբեջանական տարածքով։ Այս լուրերի ֆոնին չեն դադարում քննարկումները, թե սա կեժանացնի հացի գինը մեր երկրում։ Մինչդեռ ըստ մասնագետների դա քիչ հավանական է։ Տնտեսական առումով մենք առաջին անգամ ըստ էության երկաթուղային կապ ենք ստանում մի երկրի հետ, որը Վրաստանը չէ, որտեղ Ազգային ժողովի փոխոսնակը նկատի ունի ադրբեջանական երկաթուղին, որն ավարտվում է Վրաստանում։ Վրաստանով է ղազախական ու ռուսական ցորենը Հայաստան բերվում։ Դա է խաղաղությունը եւ դա հենց այն ինչ տեղի ունեցել երեք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատեց, որ ռուսական ցակման ցորենը Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։ Սա հասկանում եք ինչ, եւ սա ի հավելումն արդեն իսկ հայտարարված ղազախական ցակման ցորենի, որը կրկին Ադրբեջանի տարածքով երկաթուղով գալիս է Հայաստան։ Սա ես առանց չափազանցության եմ ասում, սա պատմական իրադարձություն է։ Նույնիսկ շատ հաճախ Էկոնոմիկայի նախարարը 25 օր առաջ տեղեկացրել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբականակը Ակտաու, Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի։ Երեքշաբթի էլ հայտնեց, որ նույն ճանապարհով ռուսական ցորեն են բերում։ Այս պահին ռուսական ցակման ցորենը Ռուսաստանից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան, Ադրբեջանի տարածքով։ Նշեմ նաև, որ ղազախական ցակման ցորենը նույնպես ճանապարհին է եւ մոտորերս կհասնի Հայաստան, կրկին Ադրբեջանի տարածքով։ Միայն թե Պապոյանը առաջինը չի հայտնել այդ լուրը։ Նախ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ նոյեմբերի 4-ին կեսգիշերին 15 վագոն ցորենով բեռնված շարժակազմը Ռուսաստանից, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել։ Հոկտեմբերի 21-ին Ղազախստանից Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե հանում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումը, որից հետո անմիջապես ղազախական ցորենի մասին հայտնեց Պապոյանը։ Այս սահմանափակումների վերացման վրա լույս սփռեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Օրերս նա հայտարարել էր, որ Ադրբեջանը հավաստիացրել է ռուսական երկաթուղիներ ընկերությունը ադրբեջանական երկաթուղով կարող է բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստան։ Օվերչուկի ասացից հետո շատ վերլուծաբաններ կարծում են, որ հնարավոր չէր ղազախական ցորենի գործարքը առանց Ռուսաստանի քավորության։ Ու հավանաբար Բաքվի հավաստիացումը Մոսկվան ստացել է հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպան ժամանակ։ Սովորական պրոպագանդա, այսպես են անվանում ընդդիմախոսները Հայաստանի իշխանության ասածը, թե այս իրադարձությունը ապաշրջափակման ուղղությամբ իրենց քաղաքականության պտուղն է։ Դա էլ է հեքիաթ, դա էլ է թյուրիմացություն, որ փորձում են հերթական անգամ շփոթության մեջ դնել մեր ժողովրդին։ Գլխիվայր շրջված են ԿՊԱ-ականները ներկայացնում իրականությունը ըստ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի։ Իբր ընդդիմությունը դեմ է ապաշրջափակմանը։ Ապուշություն եւ աբսուրդ ներկայացում է դա։ Հայաստանի որևէ իշխանություն, նորից եմ կրկնում, նաև այն ժամանակ, երբ որ մենք եղել ենք կոալիցիայի մեջ, երբեք դեմ չի եղել ապաշրջափակմանը, բայց ամբողջական, լիարժեք եւ առանց որևէ հիմնական մեր պետականության նպատակների հետ նահանջի։ Իսկ հավասարակշռված քաղաքականությունը, որ դիվանագիտության հիմնական առանցքն է եղել նախորդ կառավարման ժամանակահատվածում, սրանք ամբողջությամբ տապալել են։ Հիմա եկել են այդ բոլոր տապալումները, փորձում են գլխի վրա շուրջ տալ, ցորենի թեման էլ հիմա բերել են մեջ։ Մինասյանի համոզմամբ իշխանության գործողությունները միտված են խորացնելու պառակտումը հասարակության մեջ։ Արել է մի նպատակով իր իշխանությունը պահելու եւ իրենց իշխան
իշխանական աթոռները պաշտոնավարումը երկարաձգելու համար վերջ։ Մնացած ամեն իրանք ոչ արտաքին քաղաքականության մեջ, ոչ ներքին քաղաքականության մեջ որևէ հիմնարար արժեքային հաջողորդի շահերից բխող առաջնորդություն սկզբունք չունեն։ Ռուսական ցորենը առաջիկա ժամերին արդեն կմտնի Վրաստան։ Այսօր հայտարարել է Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Առաջիկա ժամերին ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն Ադրբեջանի տարածքից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ կգան Հայաստան։ Ղազախական հացահատիկը այսօր Ռուսաստանից կհասնի Ադրբեջան եւ արդեն առաջիկա օրերին կլինի Հայաստանում, նշել է Մելնիկովը։ Նա համոզված է, ցորենի երկաթուղային փոխադրումը կթեթևացնի Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը։ Այն նաև հնարավորություն կտա նվազեցնել բեռների մատակարարման արժեքը, պնդում է Մելնիկովը։ Մեզ համար, որպես երկաթուղայինների, սա շատ կարևոր իրադարձություն է, այդ թվում այն փաստը, որ այժմ հնարավոր է բեռներ հասցնել Հայաստան, Ղազախստանից, այլ երկրներից եւ Ռուսաստանից։ Հնարավոր է կազմակերպել նաև կոնտեյներային բեռնափոխադրումներ Չինաստանից։ Արդյոք կարելի է ակնկալել, որ կեժանանա հացը Հայաստանում, չէ՞ որ առաջին անհրաժեշտության այդ ապրանքի հումքն արդեն ավելի էժան տրանսպորտով երկաթուղով է գալիս։ Տնտեսագետ պատգամավորը քիչ հավանական է համարում դա։ Ցորենի գինը, որպես միջազգային բորսայական գին, որ ձևավորվում է աշխարհով մեկ, ունի իր խաղի կանոնները եւ կարեւոր չի ու կապ չունի ի վերջո այդ պահին որ երկրից եկա։ Իսկ եթե հացի էժանացում նախատեսված չէ, ինչ է շահում Հայաստանի քաղաքացին Ադրբեջանի տարածքով ցորեն ստանալով։ Թերեզա Կադաևչյան, Կարինե Մանգասարյան, Նորայ Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ղազախական ու ռուսական ցորենի Ադրբեջանի տարածքով Հայաստան հասնելու մեջ խաղաղություն չի տեսնում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ կարծրացել է իր գործով հերթական դատական նիստից առաջ։ Ավելի ուշ դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։ Խաղաղությունն էլ գալիս է Հայաստան, ռուսական ցորենի ու ղազախական ցորենի տեսքով։ Այս խաղաղության իրատեսականությունը ինչպես է գնահատում, եթե օրինակ Ալիևը որոշում է Սևանին հասնել եւ անվանել ինչ որ ֆանտաստիկ անուններով։ Ես չեմ տեսնում խաղաղություն։ Դա նախագահ այսօր չեմ տեսնում, ուղղակի չեմ տեսնում։ Կեսօրից հետո իշխանության ներկայացուցիչների, նրանց մերձավորների եւ համակիրների տարբեր խմբեր ցնցվել են Ծափաթաղի ողբերգության մասին Հայլուրի ռեպորտաժից։ Ոչ թե դրա բովանդակությունից, որ ողբերգության միջով անցնող անօգնական երեխաների հանդեպ ցնցող անտարբերության մասին է, այլ այդ ռեպորտաժի մի դրվագից, որտեղ մեկ ակնթարթ երևում է բակում կանգնած երեխայի բաց տուտուզիկը։ Սոցիալական պետության համար ամոթալի, սոցիալական լուրջ հարցի քննարկումը փոքրիկի նստուկի ցուցադրության շուրջ վեճի չվերածելու համար մեր խմբագրությունը որոշել է ռեպորտաժի այդ դրվագը ներկայացնել որոշակի խմբագրմամբ։ Միևնույն ժամանակ մենք հույս ունենք, որ էթիկայի հանդեպ խիստ զգայուն իշխանական շրջանակները գործի կդնեն իրենց բոլոր լծակները, որպեսզի պատասխանատու մարմիններն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մինչեւ համայնքապետարաններ ի վերջո իրենց բարձունքից նկատեն հատակում հայտնված երեխաներին եւ ամեն ինչ անեն, որ կանխվեն Ծափաթաղի հրեշավոր ողբերգության նման ողբերգությունները։ Վտանգավոր է սպանված Տիգրանի եղբայրների ու քրոջ համար ապրել եմ հարազատ ընտանիքում։ Այդ պատճառով է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը որոշել նրանց տանել հով։ Եթե հեռացրել, դա նշանակում է, որ երեխաների մնալը այդ ընտանիքում համարում են վտանգված, ռիսկային, գոնե բարձր ռիսկային։ Ինչու են 4 երեխաներին տարել վտանգավոր ընտանիքից միայն ողբերգությունից մեկ շաբաթ հետո։ Այն դեպքում, երբ իրավապահներին առնվազն մի քանի օր առաջ հայտնի է եղել սպանության կասկածյալը։ Հայլուրի տեսախցիկի առաջ օրերով առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող երեխաները սնվել են ծառից քաղած խնձորով, հատապտուղներով։ Օրվա մեծ մասն առանց հսկողության, դրսում, փոքրերը զուգարան են գնացել հենց տան բակում, ամբողջ օրը եղել են կեղտոտ շորերով, չլվացված։ Արդյոք սոցաշխատողներ, խնամակալներ չպետք է հերթապահեին այդ տանը, կամ ժամանակավոր կացության վայր չպետք է տանեին նրանց ավելի շուտ։ Սոցիալնախարարության խոսնակի պնդմամբ հոգեբաններ, սոցաշխատողներ եղել են այդ տանը, մինչդեռ մեր թղթակիցները
Աշխատողները սոցիալական պետություն Հայաստանում տեսել են հրեշավոր ողբերգության միջով անցնող երեխաների անտարբերության մատնված։ Դրանց հետ աշխատող որևէ մասնագետի չեն նկատել, անգամ երբ պարզվել է, որ որդեսպանության համար կասկածվում է իրենց հայրը։ Երեխաներն անգամ մեծահասակների սարսափազդու մանրամասներով զրույցներին են ներկա եղել, որի վկայությունը մեր թղթակցի այս տեսանյութն է։ Տիգրանի 3 եղբայրներն ու քույրը դեռ կմնան հովում։ Մայրական իրավունքից զրկելու մասին դեռ վաղ է խոսել, ասում է Անտոնյանը։ Դեռ պետք է պարզվի, արդյոք մայրը հանցակից է, թե զոհ է։ Հələ պետք է հասկանալ ով է մաման, ինչ վերաբերմունք ունի իր սեփական երեխաների հանդեպ, ինչ է տեղի ունեցել ընտանիքում, բռնարար մաման ինքը բռնարարի կողմնակից է, թե մաման ինքը բռնության զոհ է։ Տիգրանի թաղման օրը մայրը մեզ վստահեցնում էր, ինքը ոչինչից տեղյակ չի եղել։ Տիգրանի տատը պնդում էր, եթե տեղյակ լիներ, կկանխեր։ Ծափաթաղցի Միկին այսօր Հայլուրին պատմել է, որ երբ 4 երեխաներին երեքշաբթի գիշերը տնից հանել են, Տիգրանի հետ ողբերգության օրը եղած տղան սառած նայել է շուրջ բոլորը։ Հաշմանդամություն ունեցող մյուս տղան չի էլ հասկացել, ուր է գնում։ Երեխաները շատ ծանր բաներով են անցել։ Նրանց պետք է հանգիստ թողնել, մինչև հարմարվեն, հանդարտվեն, տրամամի քիչ հետ գնա։ Հով տեղափոխված ամենափոքրը 5 տարեկան է, ամենամեծը աղջնակը 12։ Իր Անտոնյանն ասում է, դեռ շփոթված են, վախվորած։ Մասնագետներ են աշխատելու համար երեխայի հետ։ Եթե խնդիրը զուտ տրավմատիկ լինի, հնարավոր կլինի վերականգնել հանցագործության լուռ վկա տղայի խոսքը։ Գայանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ հատվածում։ Ես նվեր չեմ, նվերներն էլ առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։ Քննչական կոմիտեի նախագահին ընդդիմադիր պատգամավորը փորձել է ձեռնաշղթանվիրել, ակնարկելով կալանավորման անթիվ անհամար ապօրինի միջնորդությունների մասին։ Կարեն Անդրեասյանը ազնիվ եւ անաչառ լինելու մասին հիշելու համար այլևս Նիկոլ Փաշինյանի լուսանկարին չի նայում, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչին արդեն սահմանադրությունն է ոգեշնչում։ Սահմանադրությունից եւ միջազգային իրավական նորմերից։ Վճռորոշ մարտերեն ռուս-ուկրաինական ճակատում Կրեմլը պետական բարձր պարգևներով է պարգևատրել Բուրևեսնիկն ու Պոսեյդոնը ստեղծողներին։ Ձեր արդյունքը պատմական նշանակություն ունի մեր ժողովրդի համար։ Նյու Յորքը նոր քաղաքապետ ունի, քաղաքի պատմության մեջ առաջին մուսուլման եւ վերջին 100 տարվա ընթացքում ամենաերիտասարդ քաղաքապետը ձեռնոց է նետում Թրամփին։ Ապագան մեր ձեռքերում է։ Եվ հայ կարատեիստների փայլուն ելույթները միջազգային հարթակներում եռագույնը մինչև վերջ բարձր պահողները։ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը հրապարակել է իր եւ ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնի լուսանկարը ու կից գրել. «Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների բազմամիլիոնանոց լսարանին ներկայացրի մեր ժողովրդին եւ ստացա այսպիսի հյուրընկալություն»։ Նա տեղեկացրել է, որ հարցազրույցը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Քննչական կոմիտեի նախագահին կալանավորման անթիվ անհամար ապօրինի միջնորդությունների մասին հիշեցնելու համար այսօր ազգային ժողովում ձեռնաշղթաներով է դիմավորել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Պատգամավորի այդ ակցիայից առաջ քննչական կոմիտեի նախագահը խորհրդարանում հպարտացել է, թե Հայաստանում կալանքների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է։ Լրագրողների հետ նույնպես զրուցել է Արթուր Պողոսյանը եւ պնդել, թե չգիտի ինչու են համընկնում քննչականի գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսներում նկատվող հրահանգները։ Չէ։ Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահը չի ուզում, որ ընդդիմադիր պատգամավորը ձեռնաշղթա նվիրի քննչական կոմիտեի նախագահին։ Սա պետք է վերածվի իրավապահ համակարգի նկատմամբ, ինչ-որ չգիտեմ, ֆլեշմոբերի։ Բայց Թագուհի Թովմասյանն ուզում է, որ Արթուր Պողոսյանը ձեռնաշղթան վերցնի ու հիշի իշխանականների աչքի գերանը չտեսնելը, ընդդիմադիրների աչքի փուշը գերան դարձնելը, կալանքի տանելը ամենաճիշտ որոշումը չէ։ Լավագույն ձևաչափը։ Ես նվեր չեմ, նվերներն էլ առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։ Ունեցած իսկական ձեռնաշղթաներն են ոգեշնչում քննչականի նախագահին ու նրա ենթականերին կալանավորման անթիվ անհամար միջնորդություններ ներկայացնելու դատարան։ Իրենց անգամ հայացքով ընդդիմացողներին բանտելու համար։ Ոչ։ Հանձնարարական ատրվել։ Պողոսյանն ասում է, ճիշտ հակառակն է։ Իրեն հանձնարարել են, կարելի է միայն ենթադրելով, կալանքի միջնորդություններ
ներկայացնել միայն բացառիկ ու խիստ անհրաժեշտության դեպքում։ Մենք ունենք կալանքների միջնորդությունների թվի զգալի նվազում 16.4%-ով նվազում ունենք։ Այդ հանձնարարականը գուցե կա, բայց միայն իշխանականների համար նկատում են ընդդիմադիրները։ Հարցնում՝ հիմա ում հավատալ։ Քննչական կոմիտեի նախագահին, որ ասում է կալանքի միջնորդությունների թիվը էականորեն նվազել է, թե արդարադատության նախարարին, որ հենց բյուջե 2026-ի քննարկումների ժամանակ է հակառակը պնդել։ Սրփուհի Գալյանը հոկտեմբերի 29-ին ասել է Հայաստանում կալանավորվածները դատապարտվածներից շատ են։ Այդ ձեր տեղում նստած Սրփուհի Գալյանի հայտարարությունն է։ Թիվը իջել է, բայց թե այդ համամասնությունը ես մի հատ կնայեմ հասկանալ։ Քննչականն ինչու մի հատ չի նայում, ավելի ճիշտ վերանայում, ամփոփում ու դատարան ուղարկում Սամվել Կարապետյանի գործը, որ քննում է ավելի քան 50 քննիչ, արդեն 140 օր։ Երբեք գործը ուղարկելու դատարան։ Ինչպես ասում են, զադержկան ինչումն է։ Հսկայածավալ քրեական վարույթ է, այնտեղ մենք գործ ունենք փողերի լվացման հետ, այդ հանցակազմի հետ գործ ունենք, այնտեղ գործ ունենք խարդախությունների հետ, հարկերը չվճարելուց խուսափելու հետ։ Երբ որ ձեզ պետք է, դուք 2 ամսվա ընթացքում նախաքննությունը ավարտում եք, գործը ուղարկում եք դատարան, դատավորն էլ արագ վերդիկտը կայացնում է։ Եկեղեցու դեմ արշավին մեր ձևով միջամտելու Սամվել Կարապետյանի արտահայտությունն ինչպես է գնահատվել որպես իշխանություն զավթելու կոչ։ Քննչական կոմիտեի նախագահը պատասխան չունի։ Եվ ուրեմն չեն մարում խոսակցությունները։ Հայաստանի վարչապետն է ուզում, որ բարերարը մինչև 2026-ի խորհրդարանական ընտրություններ կալանքի տակ մնա։ Մրցակիցներին է չեզոքացնում։ Մրցակիցներին չեզոքացնելու մի ակցիա էլ ըստ ընդդիմադիրների Փաշինյանի թիմը Գյումրիում արեց, ասելով. կոռուպցիոներ քաղաքապետին ենք բռնում ու նրա ձերբակալումը խոչընդոտողներին։ ԿՊԱ-կան падգամավորի Զոքանչը ինչ է արել, որ դուք իրան կալանավորել եք Վարդան Ղուկասյանին, ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի ակցիային մասնակցելու համար։ Չգիտեմ ում մասին է խոսքը։ Ինչպես թե չգիտի, Գյումրիի քաղաքապետարանի աշխատակցուհի Տիկին Վարդուհու մասին է խոսքը։ Իշխանական падգամավոր Կարեն Սարուխանյանի Զոքանչի ԿՊԱ-կանն ասել է չի միջնորդելու Զոքանչին ազատ արձակելու համար։ Վստահում է իրավապահներին, որոնց նկատմամբ քննչական կոմիտեի նախագահի բառերով ոտնձգել են ի պաշտպանություն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ակցիայի դուրս եկած մարդիկ։ Ոտնձգում են այնպիսի օբյեկտի նկատմամբ, որոնք որ կապված է զուտ ընդհանուր քրեական վարույթի բնականոն ընթացքի հետ կապված։ Այն անչափահասը ինչ է արել կամ ինչ կարա անի, որ դուք միջնորդել եք, որ խափանման միջոցը ընտրվի կալանքը։ Զանգվածային անկարգությունների թող չանեին։ Անչափահաս երեխան Կարեն Սարուխանյանի Զոքանչը, մեկ էլ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը գնացել էին Ալֆա ջոկատին ծեծելու։ Փաստորեն համ գնացել են, համ էլ ծեծել, քաշքշել։ 7-ով ծեծում են առնվազն չենթարկվել իրավապահների հրամաններին։ Եթե լսենք քննչական կոմիտեի ղեկավարին, որի խոսքով ոտնձգել է նաև մեր ձևով շարժման ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Պարոն Մխիթարյանին էլ են փորձ։ Բայց նա տեսանյութերում ձեռքերը վեր պարզած է։ Ձեռքերը վեր պարզած են ոտնձգում։ Որոշակի գործողություններ կատարելուց հետո ձեռքերն էսենց հանում։ Պարոն Պողոսյան, ձեզ համար ծիծաղալու չէ ձեր պատասխանը Ռուբեն Մխիթարյանի մասով։ Ասում եք, բան է արել, ես տակից մի բան արել, հետո ձեռքերը բարձրացրել։ Ըստ Պողոսյանի տակից գաղտնի դավեր են հյուսել նաև սրբազան շարժման մասնակիցները։ Ահաբեկչություն են ծրագրել։ Գնացել էիք ՀՄԿ-ի տաղավար։ Քննչական կոմիտեի նախագահն է հանրայինի եթերում հայտարարել, Բաքրատ Սրբազանն ու սրբազան շարժման անդամները պատրաստվում են իշխանություն զավթել մարդկանց գյուլլելու ճանապարհով։ Գաղտնի ձայնագրությունների հրապարակման պարզվեց, այդ մասին խոսք չի եղել։ Ժողովրդին ահաբեկելու համար ներողություն չի ուզում խնդրել Արթուր Պողոսյանը։ Ընդդիմադիր падգամավորի հարցն է։ Որ ասում եք ստել եմ, օրինակ ինչ եմ ասել, որ ստել եմ։ Դուք նույնիսկ պոլիփայտերն էիք հրապարակում, որպես գործիք ահաբեկչության, բայց պլանը հրապարակեիք։ Կեղծված ձայնագրություններ եք իրար կցած ձայնագրություններ էիք հրապարակում։ Փաշինյանական իշխանությունն ուղղակի ֆետիշացրել է ընդդիմադիրներին կալանավորելը, հայտարարում են ընդդիմադիրները։ Լիդիա Մանթաշյանի մասով, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, դուք կարող եք ինձ բացատրել, ինչ պետք է աներ Միքայել Աջապահյանը, Սրբազանը ազատության մեջ։ Ինչպես Ստալինյան բռնապետության տարիներին, հիմա էլ իրավապահները ներխուժում են հոգևորականների բնակարաններ։
Գործողություններ սկսում, նրանց թույլ չտալով անգամ գիշերազգեստը փոխել, նկատում են ընդդիմադիրները, հարցնում. Երբ եք վերադարձնելու Արագածոտնի հոգևորականների երեխաներից առգրաված խաղի համար նախատեսված պլանշետները։ Պետք է առնվազն զննենք, որպեսզի հասկանանք։ Երբ որ զննեն ու հասկանան, որ դրանք խաղի համար նախատեսված պարագաներ են։ Ցույցի նշանակություն չունենա։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Ախտոյանների ընտանիքը, որին մեր զավանից վտարելու համար համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունից հետո հեռացվել է գյուղից։ Տեղեկությունը News-am-ին հաստատել է քննչական կոմիտեն։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց։ Վոլոդիա Գրիգորյանի եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի ողբերգական սպանության համար այս պահին կալանավորված է Մեհեր Ախտոյանի հորաքրոջ որդին Նարեկ Օհանյանը, որն ըստ պաշտոնական վարկածի պատվիրատուն է ու կատարողը Գևորգ Հարությունյանը։ Ինչ առաջընթաց կա Անիֆի գործում այսօր քննչական կոմիտեի նախագահին հարցնուղել է Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը։ Պետական ֆոնդից մսկումները 3 տարի է քննվում են քննչական կոմիտեում, դրվագներից մեկով 3 մեղադրյալ են ներգրավված, որոնցից մեկը Հայաստանում չէ։ Падգամավորը փորձել է պարզել ինչու մինչև հիմա դատավարական կարգավիճակ չունի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը 4 տարի Անիֆի տնօրենների խորհրդի նախագահն է եղել եւ հայտնի է, որ 1.5 միլիարդ է պետբյուջեից փոխանցվել օֆշորում 8 օր առաջ գրանցված մի ընկերության, որը պատկանել է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհուն։ Այստեղ ես հատուկ եմ սա շեշտում, որովհետև մեղադրյալների մեջ որևէ կերպ Տիգրան Ավինյանի անունը չի շրջանառվում։ Ես գիտեմ, որ ինքը հարցաքննության է կանչվել, բայց որևէ կարգավիճակ ես փուլում չունի։ Այստեղ էլ հետաքրքիր է ինչու չունի միջև այսօր որևէ կարգավիճակ, որովհետև առնչությունը կնոջ ընկերուհու մասով ակնհայտ է եւ նրա զբաղեցրած պաշտոնը եւս ակնհայտ է։ Տիգրան Ավինյանը ինչի կարգավիճակ չունի, հիմքեր չի եղել առնվազն եւ կարգավիճակ չի ունեցել։ Այս առումով այսքանը, այսինքն մենք ըստ ցանկությունների կամ, չգիտեմ, ըստ տրամադրությունների չենք գնում անցած կարգավիճակ տալու։ Կարեն Անդրեասյանը ազնիվ եւ անաչառ լինելու մասին հիշելու համար այլևս Նիկոլ Փաշինյանի լուսանկարին չի նայում։ Նրա նոր աշխատասենյակում չկա Նիկոլ Փաշինյանի լուսանկարն, ինչպես 2021-ին արդարադատության նախարար եղած ժամանակ։ Նա արդեն միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն է եւ ոգեշնչվում է սահմանադրությունից ու իրավական նորմերից։ WhatsApp-ի SMS-ով նախկին աշխատանքից հեռացված Անդրեասյանի ճեպազրույցի մանրամասները Կարինե Մանգասարյանն է պատմում։ Դուք պարոն վարչապետի լուսանկարով ավելի շատ եք հիմա ոգեշնչված եւ Արդարադատության նախարարի աշխատասենյակից Նիկոլ Փաշինյանի նկարը Կարեն Անդրեասյանը իր հետ նոր աշխատավայր չի տարել։ Ասում է միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնում հիմա ոգեշնչման այլ աղբյուրներ ունի։ Սահմանադրությունից եւ միջազգային իրավական նորմերից։ Փաշինյանի նկարը չկա, բայց լրագրողները նկատում են, որ Անդրեասյանը ջանք ու եռանդ չի խնայում արդարացնելու վարչապետի այն հայտարարությունները, որոնք ըստ իրավապաշտպանների հակասահմանադրական են։ Կառավարությունը ես եմ։ Երբ Փաշինյան ասում է կառավարությունը ես եմ, այդպես չի ստորացնում իր բոլոր ենթականերին, հետաքրքրվում են լրագրողները։ Բոլորը ձեր սխալ, ոչ կոռեկտ ձևակերպումներն էին, որոնց հետ բոլորի հետ ես անհամաձայն եմ։ Բնական գործընթաց է, երբ դու պաշտոն ես զբաղեցնում, ունես ղեկավար։ Վստահ եմ, որ ցանկացածս ներկաներից ունի ղեկավար, եթե իհարկե իր սեփական բիզնեսով չի զբաղվում։ Եվ ղեկավարի ասացի հետ եթե համաձայն չես, դա չի նշանակում, որ դու ծպտուն չես կարող անել։ Դու կարող ես անհամաձայնությունը արտահայտել սեփական դիմումով, հրաժարվելով այն աշխատանքից, որը չի բավարարում քեզ ու քո արժեքներին։ Իսկ եթե միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի նախկին ղեկավարը օրենքին հղում անելով ասում է, որ Սամվել Կարապետյանին պատկանող հեծի մասին միջազգային արբիտրաժի կայացրած որոշումը պարտադիր կատարման ենթակա է, դա արժեքային որ սկզբունքներին է հակասել, որ Փաշինյանը նրան աշխատանքից ազատել է։ Ես նույնիսկ կհրաժարվեմ պետության ղեկավարի, իմ ղեկավարի տվյալ դեպքում մեկնաբանել իր հայտարարությունները, որովհետև իմ որպես ներկայացուցիչի խոսքը արբիտրաժային գործընթացներում մեկ հնարավորություն կարող է ստեղծել, քաղաքական գործիչների խոսքը այլ հնարավորություն։ Արժանապատվության սկզբունքայնության մասին շուրջ կես ժամ դասախոսություն է կարդում Անդրեասյանը։ Հենց նա, ով բարձրագույն դատական անկախ մարմնի պաշտոնը 2024-ի նոյեմբերին լքեց
Փաշինյանից ստացած մեկ SMS-ով։ Շուրջ 1 տարի անց փորձում է արդարանալ, թե վաղուց էր երազում ԲԴԽ-ից հեռանալու մասին, եւ երազանքն իրականացավ, երբ Փաշինյանից վերջապես ստացավ հրաժարականի SMS-ը։ Նույն կապի միջոցով եղել է խնդրանք եւ ես հարգել եմ։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Վաղարշապատում Քարոզարշավի հերթական օրը խոստումներ տալու փոխարեն խոստումներ է լսել համայնքապետի հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը։ Վաղարշապատը չլքել է խոստանում բնակիչը, եթե հաղթի Խաչատրյանի ուժը։ Թուրքի ոտը կդրենք մեր երկրից։ 8 թոռ ունի Էջմիածինցի այս մարդը։ Չի ուզում, որ թոռներն օտարության մեջ մեծանան, բայց դրա համար ասում է պետք է փոխվի Հայաստանի իշխանությունը։ Ինքը կմնա հարազատ քաղաքում, եթե հաղթանակ դաշինքը հաղթի ու Սևակ Խաչատրյանը Էջմիածնի համայնքապետ ընտրվի։ Չեմ կարող գրեմ, բայց ես ստանում եմ ձեզ մի հատ բուտ տալիս։ Տենց էլ անելու ենք, հենց քո ասած ձևով, ապրես հոպար ջան։ Հա, լավ էլ է։ Նոր թխած տակ-տակ լավաշ են հյուրասիրում հացթուղները հաղթանակ դաշինքի քարոզարշավի մասնակիցներին։ Ոնց աղբերես։ Հար, այն ավտոնա, ալի մա հոպարի բուկլետից տան քեզ։ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը Էջմիածնում փողոցից փողոց անցնելով լսել է մարդկանց անհանգստությունները։ Խոստացել է բարեկարգել բակերը։ Այսի ափսոս, ես վիճակ, այսի թաղամասի, անելու ենք։ Հաջողությունների հասնե դուք բարձունքի։ Ապրեք, շնորհակալ ենք շատ, անելու ենք։ Ոնց եք։ Հաղթանակ 100%։ Վերնեմ ջանիդ, այդպես դուխները տեղը հաղթանակ ունենալու ենք, չէ։ Բայց պետք է անենք։ Բակում նստած տատիկներն իրենց օրհնանքն են փոխանցել Սևակ Խաչատրյանին։ Ասում են մեծ հույսեր են կապում ընդդիմադիր թեկնածուի հետ։ Երազանցա, որ դուք լավ ելնեք, մենք էլ ենք լավ ելնելու ջահելներով։ Ապրեք, դե բոլորից հաղթանակ։ Լանա Համբարձումյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Անցնենք միջազգային թեմաներին։ Ռուս-ուկրաինական ճակատում վճռորոշ մարտեր են Պոկրովսկում, թեև ռազմաճակատից հակասական տեղեկություններ են հայտնում կողմերը։ Ուկրաինական կողմի պնդմամբ քաղաքի մոտ կուտակված ռուսական զորքը նահանջում է, իսկ ռուսական կողմի տեղեկությամբ իրենք գրավել են ռազմավարական նշանակության բնակավայրի 90%-ը։ Պոկրովսկում շարունակվող թեժ մարտերի ֆոնին Զելենսկին այցելել է լարված ռազմաճակատում կռվող իր զինվորներին։ Ուկրաինայի նախագահը Պոկրովսկից 20 կիլոմետր հյուսիս հրամանատարական կետից լուսանկարներ է հրապարակել։ Ռազմավարական նշանակություն ունեցող ուկրաինական քաղաքում մարտերի մասին իրարամերժ հայտարարություններ են տարածում Ռուսաստանն ու Ուկրաինան։ Կիևը պնդում է, որ 170,000 ռուս զինվորներ են կուտակվել քաղաքի ծայրամասում, եւ ուկրաինական զորքը մեծացնելով ճնշումը ստիպում է նրանց նահանջել։ Պոկրովսկում աշխատող ռուս ռազմական թղթակիցների խոսքով քաղաքի 90%-ն արդեն Մոսկվայի վերահսկողության տակ է։ Գիշերը լարված իրավիճակ է եղել նաև երկու երկրների օդային տարածքներում։ Ուկրաինական կողմը հազանգում է, որ դաշնության դրոնային հարձակումից ամենաշատը տուժել է Օդեսայի շրջանը։ Նահանգապետը վստահեցնում է, փրկարարները մարել են հարվածներից սկսված հրդեհները, զոհեր չկան։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հայտնում է, որ դաշնության հարվածներից հետո իրենց 50 աթսներով գրոհել են Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող Լուկոյլ նավթամշակման գործարանի վրա։ Գործարանն ի դեպ մատակարարում է ռուսական բենզինի մոտ 30%-ը։ Իսկ Կրեմլում մեծ շուկով են նշել ազգային միասնության օրը։ Հանդիսավոր արարողության ժամանակ Պուտինը պարգևատրել է Բուրևեստնիկ հրթիռը եւ Պոսեյդոն ստորջրյասարքը մշակողներին։ Կրեմլում մեծարում ենք այն մարդկանց, ովքեր արժանի ծառայություն են մատուցել հայրենիքին, նշանակալի ներդրում են ունեցել նրա անվտանգության ապահովման, գիտական, արդյունաբերական ներուժի եւ տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման գործում։
заслуженных государственных наград удостоены Բուրևեսնիկ անսահմանափակ հեռահարության ռազմավարական թևավոր հրթիռը եւ Պոսեյդոն անոթաչու ստորջրյա սարքը մշակողները պարգևատրվել են պետական պարգևներով։ Առանց չափազանցության ձեր արդյունքը պատմական նշանակություն ունի մեր ժողովրդի համար։ для нашего народа. Առաջիկա տասնամյակների եւ կարելի է վստահորեն ասել ամբողջ 21-րդ դարի անվտանգության եւ ռազմավարական հավասարության ապահովման համար։ Век. Պուտինն ընդգծել է, որ թռիչքի հեռավորությամբ միջուկային շարժիչով բուրևեսնիկը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր հրթիռային համակարգերը, իսկ Պոսեյդոն ստորջրյա միջուկային սարքի նմանը չկա, ինչպես նաև չկա այն որսալու որևէ միջոց։ Դաշնության առաջնորդը հաստատել է, որ օրեշնիկ հրթիռի զանգվածային արտադրությունը շարունակվում է։ Դրանք առաջին անգամ օգտագործվել են անցյալ տարի ուկրաինական ճակատում։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Նյու Յորքը նոր քաղաքապետ ունի։ Զոհրան Մամդանին Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետն է։ Նա համոզիչ հաղթանակ է տարել երեքշաբթի կայացած ընտրություններում, առաջանցնելով Նյու Յորքի նախկին նահանգապետ անկախ թեկնածու Էնդրյու Կոումոյից եւ հանրապետական Քուրտիս Սլիվայից։ Մամդանին արդեն հայտարարել է, որ դիմակայելու է նախագահ Թրամփին, որը հաճախ է քննադատել Մամդանիին, նրան անվանելով կոմունիստ։ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ սպառնացել է կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Մամդանին հաղթի ընտրություններում։ Մեծ խնձորը մնաց դեմոկրատների ձեռքում։ Նյու Յորքի նոր քաղաքապետը դեմոկրատ Զոհրան Մամդանին է, քաղաքի պատմության մեջ առաջին մուսուլման եւ վերջին 100 տարվա ընթացքում ամենաերիտասարդ քաղաքապետը։ Ամերիկյան ամենամեծ քաղաքի ավելի քան կեսը վստահության քվեն տվել է նրան։ Մամդանին հաղթել է անկախ թեկնածու Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կոումոյին եւ հանրապետական Քուրտիս Սիլվային։ Նա խոստացել է դիմակայել Դոնալդ Թրամփին, որը քարոզարշավի ընթացքում նրան անվանել էր կոմունիստ եւ սպառնացել կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Մամդանին ընտրվի։ Մեզնից որևէ մեկին հասնելու համար դու պետք է անցնես բոլորիս միջով։ Ով է Թրամփին ձեռնոց նետող Զոհրան Մամդանին։ Ուգանդայում ծնված 34-ամյա քաղաքական գործիչը Նյու Յորքի նահանգային ժողովի քիչ հայտնի անդամ էր։ Նա այս քարոզարշավի ընթացքում դարձավ դեմոկրատական կուսակցության նոր դեմքը, երիտասարդ, խարիզմատիկ եւ սոցիալապես ակտիվ առաջնորդ, որին կուսակցությունը վաղուց էր փնտրում։ Մամդանին պաշտպանում է ձախակողմյան գաղափարներ, երեխաների անվճար խնամք, հասարակական տրանսպորտի զարգացում եւ պետական մասնակցություն ազատ շուկայում։ Փորձագետների կարծիքով, ընտրելով հիմնական տնտեսական հարցերի վրա կենտրոնացած Մամդանիին, Նյու Յորքը ըստ էության պատասխանեց Թրամփի նախագահության անհանգիստ 9 ամիսներին։ Վերջին 12 ամիսներին դուք համարձակվել եք չբավարարվել եղածով, այլ ձգտել ավելի մեծ բանի։ Բոլոր դժվարություններին հակառակ մենք բռնել ենք այն, ապագան մեր ձեռքերում է։ Մամդանին պաշտոնը կստանձնի հունվարին, նրա համարձակիցներն արդեն ընդունել են դեմոկրատ թեկնածուի հաղթանակը։ Սակայն Մամդանի հավակնոտ օրակարգը ոչ բավարար ֆինանսավորման դեպքում չի կարող երկար կյանք ունենալ։ Մամուլը գրում է, որ պահպանողականները, սկսած Թրամփից, արդեն փորձում են Մամդանիին ներկայացնել որպես սոցիալիստական սպառնալիք, որի քաղաքականությունը իբր կարող է տապալել Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքը։ Իսկ Թրամփը նաև իր անձնական կապերով կփորձի բարդացնել նոր քաղաքապետի կյանքը։ Ընտրված քաղաքապետը հույսի ուղերձով է դիմել նյույորքցիներին։ Դուք ցույց տվեցիք, որ երբ քաղաքականությունը խոսում է ձեզ հետ առանց նվաստացման, կարող եք մտնել առաջնորդության նոր դարաշրջան։ Մենք կպայքարենք ձեզ համար, որովհետև մենք դուք եք, ինչպես ասում են Ստեյնվեյում։ Ստենվեյը Նյու Յորքի ամենաբազմազան համայնքն է հունական, արաբական, աֆրիկյան, հարավասիական ծագումով բնակիչներով։ Ներգաղթյալների իրավունքների պաշտպան Մամդանին նուրբ ակնարկով է եզրափակում խոսքը։ Ինքը ոչ միայն նյույորքցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների հետ է խոսելու, բոլորին միավորելու եւ ոչ թե բաժանելու համար։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։
Եվ մեր այս թողարկման վերջին ռեպորտաժը հայ կարատեիստների մասին է։ Ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունից 18 մեդալ են բերել Հայաստան մեր մարզիկները, 13-ը ոսկե։ Մեդալային հաշվարկով մեր հավաքականը 3-րդ տեղն է գրավել առաջնությունում։ Արևելյան մարտարվեստի ավանդական կարատեի հայ չեմպիոնները տեխնիկայի ցուցադրում կատա են անում։ 10 օր առաջ այս տղաները Եվրոպայի 36-րդ առաջնությունից 18 մեդալ են բերել Հայաստան, 13-ը ոսկե։ Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանն ասում է, միջազգային մրցաշարերում իրենց փորձը մրցակիցների հմտություններն 5 մատի պես իմանալն է նաև օգնել ճիշտ մարդ վարել։ Փորձառու մարզիկները շատ էին եւ ունենք մարզիկներ, ովքեր նոր էին անցել մեծահասակների մեջ, ովքեր նաեւ շատ լավ հանդես եկան։ Միայն քրտնաջան աշխատանքի, ամենօրյա ճիշտ աշխատանքի շնորհիվ է հնարավոր այսպիսի արդյունքներ ցուցաբերել։ Ամիսներով գիշեր ու զոր մարզվել են, որ Սերբիայում մեծ հաղթանակ գրանցեն, գերազանցեն իրենց նախկին արդյունքները։ Եվրոպայի առաջնությունների ժամանակ ինչ-որ փոքր խնդրի պատճառով, ինչ-որ բաստողման պատճառով, ինչ-որ փոքր նյուանսի պատճառով միշտ զիջել էինք, չեմպիոն չէի դարձել։ Այդ իսկ պատճառով այս տարվա տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը 36-րդ մեծահասակների ինձ համար շատ կարևոր մրցաշար էր իմ կարիերայում, որպեսզի լրացնեմ այդ բացը եւ Փառք Աստծո հաջողվեց։ Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը 36 հոկանոց թիմով է մասնակցել Եվրոպայի առաջնությանը ու 3-րդ տեղը գրավել մեդալային հաշվարկով։ Մրցակից երկրներից յուրաքանչյուրը 100 հոկանոց թիմեր են տարել Սերբիա։ Մեր կարատեիստների խոսքով իրենք քիչ են եղել, բայց ավելի բարձր արդյունք են տվել։ 15 պետությունների մեջ, որոնցից մասնակցում էին մեր տարիքային խմբում 30 հզոր մարզիկներ, 3 փուլ հաղթելով գրավեցի 3-րդ հորիզոնականը։ Սա իմ նորամուտն էր, այսպես ասած, այս տարիքային խմբում։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած Էրիկ Հովսեփյանը մեծահասակների պայքարում հավասարը չի ունեցել Ֆուկուգո մրցաձևում։ Եզրափակչում ռումինացի կարատեիստին է ջախջախել։ Շատ արագաշարժ, շատ հզոր ֆիզիկապես մարզիկ էր, մինչ այս իր ուժեղությունը ցույց էր տվել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններով գործող չեմպիոններ, ինչ որ չափով է թերագնահատում էին ինձ, այդ ապացուցեցինք, որ կարիք չկա թերագնահատել։ Եվրոպայի պատանեկան առաջնությունում էլ հաջողությունը հայ կարատեիստների կողմն է եղել։ 14-15 տարեկանների պայքարում Արթուրն ու Զավենը մեկական ոսկե եւ արծաթե մեդալ են նվաճել։ Շատ էի պարապում, պատրաստում էի այս առաջնությանը, որովհետև ի սկզբանե գիտեի, որ բարդ է լինելու եւ այդ շատ պարապմելը տվեց իր արդյունքը։ Ֆուկուգո մրցաձևում եզրափակիչ ենք դուրս եկել 2 հայ մարզիկներով, որը իմ կարծիքով պատմություն է, որը կարողացել ենք կերտենք։ Կարատեում ոսկի կանոն է, պետք է մինչև վերջ պայքարել, չհանձնվել, չհանձնվողների մի մեծ բանակ է մարզվում այստեղ։ Էդգար Ղուշյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։